Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Անահիտ Տիցուհի, Հայգյան թագուհիներու հովանավոր մայր, Քուրմ Միհր Հայգազունի։ Եվրոմիության պաշտպանության նախարարները հանդես եկել են Արևելյան Հայաստանի եւ Բաքուի միջև հարաբերություններու ղեկավարման օգտին։ Ադրբեջանական սատրանքները գարցանակրվին Դավուշեն մինչև Սյունիք։ Իրադարձությունները աստիճանաբար կմեծնեն առաջնակցի լարվածությունը։ Դիկրան Աբրահամյան։ Մեծ Բրիտանիան խորհուրդ կուտա ցերնբահ մնալ Ադրբեջանի գոմե բռնակրաված Արցախ երթալեն։ Վերածնող մշակույթ, ախալկալակի մշակույթի դան վերանորոգման առաջին քայլերը։ Թուրքիան ցանկություն ունի բեդականացնել Վակֆ Քյուղի հայկական հողերը իշահ բնակարանաշինության։ Գոմիդասը իմ ճանապարհի լույսն է։ Հասմիկ Բադասարյան Դոլուխանյան։ Անահիտ Տիցուհի, Փարք Արեգնածին մայրերուն։ Հայգյան թագուհիներու կահը կգոչվի Աթոր Անահտայ թագուհիներու հովանավոր Տիցուհի։ Մայրության, բդղապերության, ծննդապերության, սերնդադվության, բժշկության, հողագործության, բուսականության, գենսադվության, ռազմի, ճուրի, անարադության եւ հայ pedagoganության հովանավոր։ Մայր ամենայն ըսկաստության, բարերար ամենայն մարդկանց եւ բնության։ Մեծ մայր, մեծն Անահիտ, Դիգին, Դիցամայր, Ոսկեմայր, Ոսկեհատ, Ոսկեծին, Սնուցող մայր, Արաքինություններու եւ ըսկաստություններու Տիցուհի, Քուրմ Միհր Հայգազունի։ Եվրոմիության պաշտպանության նախարարները հանդես եկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու ղեկավարման օգտին։ Անոր մասին հայտարարել է Հայաստանի Ֆրանսայի տեսփան Օլիվիե Դեգոդինին։ Ինչ կվերապերի Կովկասին, նախարարներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու ղեկավարումը հիմնված երկու պետություններու տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա թույլ կտար հարավային Կովկասի դառնալ խաղաղության, ներգրավման եւ համագործակցության տարածք, նշել է տեսփանը իր էջին մեջ։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհիշեցնե նորին գերազանցության տեսփանին, որ ներկայիս ֆաշիստական եւ ահաբեկչական Ադրբեջանը պետք է դադարաններու առաջ պատասխան տա բնիկ հայ բնակչության դեմ մարդկության դեմ կատարած հանցագործություններու համար։ Հետևաբար խելամիտ կլա հաշվի առնել, որովհետեւ իրավիճակը բնական չի կրնարելալ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը պատասխանատվություն չի կրեր իր հանցագործություններուն համար։ Բադի վունիմ Թաշինքի պատգամավոր խորհրդական Դիկրան Աբրահամյանի թիմադեդրի քրարումը։ Արդեն երրորդ շաբաթն է, ինչ Ադրբեջանը սահմանակիցի դարբեր ուղղություններով գխախտե հրատատարի ռեժիմը, ահաբեկելով սահմանամերձ բնակավայրերու բնակիչներուն։ Ադրբեջանական սատրանքները գարցանակրվին Դավուշեն մինչև Սյունիք հատուկ ուղղություններով եւ անոր աշխարհագրությունը երթալով կընդլայնվի, իսկ գրագահերթերու թիվը գաջի։ Միջազգային ովևէ գառույց հայ-ադրբեջան բանակցային գործընթացը խրախուսող կամ խաղաղության պայմանագրի ավարտը ողջունող երկիրները ոչ մեկ ցևով արձագանքել են ադրբեջանական սանձարձակության։ Իրադարձությունները թեև տանտաղ, սակայն աստիճանաբար կմեծնեն առաջնակցի արգա լարվածությունը, իսկ իրադրային անորոշություններն ու անկանխատեսելի երկերը կդառնան գերիշխող։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերու համագործակցության եւ զարգացման գրասենյակը գհորտորե քաղաքացիներուն խուսափիլ Ադրբեջան կատարելիք որոշ ուղևորություններեն անվտանգության հետ կապված մտահոգություններու պատճառով։ Թարմացված ուղեցույցով կնշվի, որ խորհուրդ կդրվի ցերնբահ մնալ բոլոր տեսակի ճանապարհորդություններեն Հայաստանի հետ սահմանեն 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներ, ինչպես նաեւ առանց խիստ անհրաժեշտության երկրի հարավ-արևմտյան շրջաններ։ Այն տարածքներուն մեջ մինչև այսօր կմնան ագաններ եւ չբայթած ռազմամթերք։ Ճանապարհորդական ապահովագրություն։ Եթե բրիտանացի քաղաքացիները այցելեն նշված տարածքներ անդեսելով նախազգուշացումները, ապա անոնց ապահովագրությունը կրնա անվավեր ճանցվել։ Բրիտանական կառավարության աջակցությունը սահմանափակ է այն շրջաններուն մեջ, ուր խորհուրդ չի դրվիր մեկնիլ։ Ախալկալակի մշակույթի դունը, որը արդեն 40 տարի է չէ վերանորոգված, վերջապես կսկսի վերագառուցման գործընթաց։ Աբուլ 23 ընկերությունը, որը փետրվարին հաղթեր էր մրցույթին, արդեն սկսած է աշխատանքները։ Մշակույթի դան առաջին հարկը կվերանորոգվի ջեմասրահը, կփոխվին բադուհաններն ու թռները, իսկ երկրորդ հարկը կվերածվի փոքրիկ համերգասրահի։ Չնայած մարզանկի ոլորտի ձեռքբերումներուն, մշակութային կյանքը ախալկալակի մեջ սահմանափակ է, շենքը կգտնվի անմխիթար վիճակի մեջ, ջերուցման համագարկի բացակայությունը, ավերված փաղնիկները եւ տարածքի բագասը կդժվարացնեն արվեստի խումբերու գործունեությունը։ Վերանորոգումը կհամարվի կարևոր քայլ դեղական մշակութային կյանքը վերականգնելու համար։
Թրքական ջմհուրիետ բարբերականը արձագանքեր է հերթական խայդարակ որոշման, որով Հատայ նահանգին մեջ շարք հողատարածքներ, ինչպես նաև Վակով գյուղին պատկանող հայկական վարելահողերը ենթակա են պետականացման։ Սամանդաղ շրջանի մաղարջակ, Վակով և Հդրբեյ գյուղերուն մեջ կնախադեсվի իրականացնել Թուրքիո բնակարանաշինության վարչության կողմեն ծրագիր։ Այս որոշումը մեծ հագաստեցություն առաջացուցել է։ Բազմաթիվ ընտանիքներ հանդես կգան փողոքի ցայներով պաշտպանելու իրենց հողերը։ Անոնց շահերը ներկայացնող պաստապան Ջումա Ըրմակը ցավով կնշե, որ այն ժամանակ, երբ աշխարհի շատ երկիրներու մեջ գյուղատնտեսությունը կխրախուսվի, Թուրքիո մեջ գյուղատնտեսական նշանակության հողերը կզրկվին իրենց փուն գործառույթից, դառնալով շին հրապարակներ։ Պաստապանի խոսքով պետականացման ենթակա հողերեն դուրս կան հանրային սեփականության հսկայական տարածքներ, սակայն իշխանությունները դիտավորյալ ընտրել են հատկապես այն հողերը, որոնք լեռնային բնույթ ունեցել են, իսկ դարիներու ընթացքին մշակման արդյունքով դարձել են բիդանի գյուղատնտեսության համար։ Վակով գյուղի Հատայի միակ հայկական բնակավայրը գրգին կանգնած է իր ինքնության գորուստի վտանգի առաջ։ Քանի մի շաբաթ առաջ արդեն բարձրացայնվել էր գյուղի հողերու շուրջ ստեղծված խնդրի մասին։ Ըրմակը կհիշեցնե, որ պաշտոնապես ովևէ փաստաթուղթ չղրկված բնակիչներուն, իսկ անոնց սեփականության վկայականները կսկսին խորհրդավոր կերպով անհետանալ։ Անոնք փերանացի ըսեր էին, Վակով գյուղին ցերկ չենք տար, սակայն այսօր մենք ականատես ենք ուրիշ պատկերի։ Նույնիսկ եթե գյուղն ինքնին պահպանվի, անոր շրջակայքի այգիներու, նարնջենիներու ոչնչացումը կնշանակե համայնքի պատմական թիմակիցի վերացում, հայտարարել է Ըրմակը։ Ծրագիրը կնախադեսե 11 փուլով բնակարանաշինություն Սամանդաղի շարք շրջաններուն մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ պետությունը հողեր ունի գրեթե բոլոր թաղամասերուն մեջ, Ըրմակի կարծիքով փոխանակետրոնանալ մեկտեղ կարելի է բնակարանները հավասարաչափ աշխել, խուսափելով պատմական համայնքներու ոչնչացումեն։ Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյանը Գոմիդասի մասին հոգևոր երկեցողության խորհուրդը եւ հայերու դեմ իրականացված ցեղասպանության հիշողությունը Վարսոյի մեջ։ Ապրիլ 24-ին Վարսոյի հայ արաքելական եկեղեցին մեջ հայերու դեմ իրականացված ցեղասպանության 110-ամյակին նվիրված Սուրբ եւ անմահ պատարագի ընթացքին իր մասնակիտական շունչը եւ հոգևոր ցայնը կբերե Հայաստանի հանրահայտ սոպրանո Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյանը։ Անոր համար երգը միայն արվեստ չէ, այն աղոթք է, հիշողություն, կյանքի ճանապարհ։ Երգը իմ շունչն է, գսե ան Մարինա Խանամիրյանի հետ զրույցին, եւ այս շունչով գաբրի ոչ միայն երաժշտությունը, այլ հիշողության գրումը։ Անոր ընտանեկան պատմությունը երզնգային եւ Շուշիեն գաղթած նախնիներու մասին, իր ներկայությունը Քեղարտաբանկի եւ Քարնիի դաջարին մեջ, ներշնչանքը Գոմիդասեն եւ համագործակցությունը միջազգային երաժիշտներու հետ շաղկապված են մեկ հոգևոր ամբողջության մեջ։ Վարսոյի մեջ հնչող Սուրբ պատարագի ընթացքին Հասմիկի ցայնը նորեն կմիավորե հոգիներն ու սրտերը։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։